Շնորհակալություն պատվարժան դատարան, դատավարության հարգելի մասնակիցներ, մի քանի հերթականությամբ փորձեմ կառուցել իմ դիրքորոշումը։ Երևի թե նախ ինքս պետք է անդրադառնամ որպես փաստաբան, որպես պաշտպան դատական նիստի մասնակցությունը, քանի որ նշված հարցը բարձրաձայնվեց, ես չգիտեմ արդյոք հանրային մեղադրողը զուգահեռաբար ունի փաստաբանի արտոնագիր, պայմանականորեն կասեցված թե ոչ, եթե իրապես ունի, առնվազն այն դիրքորոշումը, որը ներկայացվեց, ես մեծ հույս ունեմ, որ համապատասխան մարմինը մեր փաստաբանների պալատի ուշադրությամբ կհետևի դատական նիստին, ընդհանուր մինչև կարգապահական պատասխանատվության հնարավորությունը ի վերջո մի օր գնահատելու։ Ինչի համար եմ նշվածը ասում, որովհետև հանրային մեղադրողը, եթե իմ որպես փաստաբանի, ով զուգահեռաբար այո ունի պատգամավորի կարգավիճակ հանգամանքներ բարձրաձայնում, կարող է ուսումնասիրել փաստաբանության մասին օրենքի 36-րդ հոդվածը, որտեղ ուղիղ նախատեսվում է կասեցման հիմքը լիազորությունների ժամկետով։ Այսինքն այն պահից, երբ լիազորությունների ժամկետը գործում է, այո, որպես պատգամավոր իմ լիազորությունների ժամկետը մեկնարկում է 2026 թվականի օգոստոսի 2-ին։ Բայց ինչ է ասում սահմանադրական դատարանը, պատվարժան դատարան, երբ կրկին անդրադառնում ենք 95-ին ինչով։ Լավ, եկեք հարցու պատասխանի չվերածեք։ Ես կրկին պատվարժան դատարան կրկին նորից մի հատ անդրադարձ կկատարեմ փաստաբանության մասին օրենքի 36-րդ հոդվածը կդիտարկե, դրանից հետո մի հատ նայեք ձեր կարգապահական պատասխանատվության հարցը, իհարկե հույս ունեմ դուք չունեք էլ փաստաբանի արտոնագիր։ Ինչ վերաբերում է պատվարժան դատարան նրան, թե արդյոք նաև մեկ այլ երաշխիքից օգտվում են, թե ոչ։ Պատգամավորի գործունեության եւ երաշխիքների մասին օրենք էլ գոյություն ունի, երևի հանրային մեղադրողը հրատապությունից ելնելով ինչպես մեղադրական եզրակացությունը հաստատեց եւ մուտք արեց դատարան, այդպես չի ասել երևի թե նաեւ դա ուսումնասիրի, որը նախատեսում է, որ պատգամավորի մանդատ ստանալու պահից 30 օր ժամկետ է տրամադրվում անձին, որ առևտրային կազմակերպություններից դուրս գա, որ այլ բնույթի վարձատրվող աշխատանքը դադարեցնի եւ այլն։ Հիմա արդեն սպառելով նշված հարցը եկեք հանրային մեղադրողի ներկայացրած բոլոր դիրքորոշումների, որոնք վերաբերում էին պատգամավորի կարգավիճակին, պատասխանենք հենց նույն դատախազության, որը միասնական համակարգ է, եթե չեմ սխալվում սահմանադրության համաձայն, մեկ այլ դատախազների կողմից ներկայացված միջնորդության երգով, որը վերաբերում էր Նարեկ Կարապետյանին, ներկայացվել էր կենտրոնական ընտրական հանձնաժողովին, կենտրոնական ընտրական հանձնաժողովը սպառել է այս հարցը։ Ինչ է ասել կենտրոնական հանձնաժողովը։ Հիմք ընդունելով սահմանադրական դատարանի ՍԴՎ 16-19 որոշման արտահայտված իրավական դիրքորոշումը, կենտրոնական ընտրական հանձնաժողովը գտնում է, որ կենտրոնական ընտրական հանձնաժողովը իրավասության շրջանակներից դուրս է պատգամավորի կարգավիճակ ձեռք բերած անձին ազատությունից զրկելու վերաբերյալ համաձայնություն տալը, ըստ այդմ որոշեց վերադարձնել դատախազության կողմից ներկայացված միջնորդությունը։ Այսինքն, եթե օրինակ հանրային մեղադրող, անկեղծորեն եմ ասում, պատվարժան դատարան, գալով դատական նիստի, ներկայացնելով դիրքորոշում անձի խափանման միջոցի վերաբերյալ, չի ծանոթանում իր իսկ գործընկերների կողմից ներկայացված մեկ այլ միջնորդության ելքի վերաբերյալ իրավական դիրքորոշումները, ես չեմ հասկանում ինչով են մենք սպառված։ Այսինքն, ես գտնում եմ, որ ես որպես փաստաբան չեմ կարող ունենալ այնպիսի փաստարկներ, որոնք վերաբերում են դատախազությանը, ու դա դատախազությունը չներկայացնի այլ ես։ Կներեք, ես գիտեմ, որ դատախազության կառույցի արհեստավարժության տրամաբանությունը շատ բարձր պետք է։ Ես չլսեցի դատախազից օրինակ դիրքորոշում վճռաբեկ դատարանի նախադեպի վերաբերյալ։ Ես դեռ հենց չեմ էլ անդրադարձել սահմանադրական դատարանի 16-19 որոշմանը։ Դեռ վերջում եմ անդրադառնալ։ Վճռաբեկ դատարանի նախադեպային որոշում կա ՍԴ 0066 կոտորակ 01 կոտորակ 21 Մխիթար Զաքարյանի վերաբերյալ, որտեղ ինչ է ասել վճռաբեկ դատարանը։ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Մխիթար Զաքարյանը 2021 թվականի հուլիսի 22-ին պատգամավորի կարգավիճակ ձեռք բերելու փաստի ուժով ենթակա է եղել ազատ արձակման։ Իդեպ զուտ բոլոր հնարավոր մեկնաբանությունները սպառելու նպատակով օգոստոսի 2-ը, որ ազգային ժողովի նոր գումարման մեկնարկի օրնա, 21-ին էլ անունն է եղել, 26-ին էլ անունն է, եթե արտահայտություն չլինի, 31 թվին էլ անունն է լինել։ Հիմա ստացվում է վճռաբեկ դատարանը արդեն արձանագրել է, որ Դավիթ Ղազինյանը
2026 թվականի հուլիսի 21-ից որ ազատ չի արձակվել, իր իրավունքները խախտվում են։ Եվ այստեղ ինչն է շատ կարևոր։ Պատվարժան դատարան, ես վստահ եմ, նաև շատ կարևոր է, որ մենք ունենում ենք դատական նիստեր հանրային հաշվետվողականության տեսանկյունից։ Կենտրոնական ընտրական հանձնաժողովում մենք Դավիթ Ղազիմյանի միջնորդությունը երբ ներկայացվել էր, մենք պնդում էինք, որ այն քննվեր դռնբացության կարգով։ Հենց Դավիթ Ղազիմյանն ևս մասնակցում էր, բայց այդ մեր դիրքորոշումը մերժվեց եւ մենք հիմա ունենք դռնբացության կարգով քննության հնարավորություն։ Այնպես ստացվեց, որ մի քանի օր առաջ ԿԸՀ-ում մեկ այլ միջնորդություն էր ներկայացվել, մեկը մեր այլ գործընկերոջ վերաբերյալ, որը կրկին դռնբացության կարգ։ Դատախազությունը, քննչական մարմինը տեղեկացված լինելով, որ այդ կարգավիճակի վերաբերյալ ԿԸՀ արձանագրությունը ընդունվելու է 2026 թվականի հուլիսի 21-ի 15:00-ին հաջորդող ժամանակահատվածում, շատ հետաքրքիր մի իրավիճակ է տեղի ունենում, որ հենց հսկող դատախազը մեղադրական եզրակացությունը մինչ այդ է հաստատում եւ ուղարկում է դատարան։ Դրա վերաբերյալ դատախազությունը իսկապես ծանրաբեռնվածության պայմաններում նույնիսկ հրապարակայնորեն հաղորդակցություն է տարածում, որ Դավիթ Ղազիմյանի վերաբերյալ գործը ուղարկվել է դատարան։ Ինչի նույնիսկ այդ փաստից խուսափեցի, որտեղ պատվարժան դատարան պարոն Դանիելյանը սույն գործով մեղադրանքը պաշտպանող դատախազը հանրային մեղադրողը քաջատեղյակ էր 16-19 որոշումից սահմանադրական դատարան։ Այստեղ հարց կառաջանից որտեղից էր տեղեկացված։ Սույն գործով հսկող դատախազը հանդիսանում է մեկ այլ գործով եւս, այսպես ասած, միջդատական վարույթում օրինականությունը հսկող դատախազն էր, ու հանրային մեղադրողը, ով հենց սահմանադրական դատարանի 16-19 որոշման ուժով վերացրել էր կալանքը։ Ես կռայեցի, որ այն հակափաստարկը, որը փորձելու էր վերվել, կայանում էր նրանում, որ իբրև այս դեպքում, այն է 2023 թվականի նոյեմբերի ամսին կայացած որոշման ժամանակ, ազգային ժողովի, այսպես ասած, 8-րդ գումարումը արդեն իսկ ստանձնել էր իր լիազորությունը։ Բայց այստեղ կրկին մեզ գալիս է օգնության թե Վճռաբեկ դատարանը, թե Կենտրոնական ընտրական հանձնաժողովը եւ թե վերջո սահմանադրական դատարանը։ Եթե կա Հայաստանի Հանրապետությունում մեկը, ով կասկածում է, որ սահմանադրական դատարանը քաջատեղյակ է падգամավորի կարգավիճակ եւ падգամավորի լիազորություններ ստանձնել եզրույթներից, թող ձայն հանի։ Սահմանադրական դատարանը իսկապես շատ լավ գիտի ինչ է падգամավորի կարգավիճակը, ինչ է լիազորություններ ստանձնելու փուլը։ Բայց սահմանադրական դատարանը օգտագործել է հենց падգամավորի կարգավիճակ ձևակերպումը։ Իդեպ հենց այդ ձևակերպումից է որոշակիորեն Ներողությունների պարոն Վարդևյանը, ինչ խնդիր կա։ Չեմ ուղղակի ինչ-որ մի բան նախ որ դատան հետ եք խոսում Արդեն ինչ-որ մի բան ոչ չեմ հասկանում, ինչ մասնա։ Դե այնուամենայնիվ փորձեք այնպիսի վարքագիծ դրսևորել, դուր նստեք, որովհետեւ չեմ կարծում, որ որևէ անօրինականություն թույլ տրվի, եթե ինչ-որ մի բան ձեզ չեմ ասում, նստեք դա։ Դուք էլ եթե ինչ-որ խնդիր կա, կարող եք բարձրաձայնել, քննարկման առարկա դարձնեք։ Նորմալ ամեն ինչ։ Շնորհակալ եմ, պատվարժան դատարան։ Սահմանադրական դատարանի որոշումը հստակ ասում է, անազատության մեջ գտնվող падգամավորի կարգավիճակ չունեցող անձը падգամավորի կարգավիճակ ձեռք բերելու պահից չի կարող պահվել անազատության մեջ։ Այդ ինչն է քննարկում մասնակցությունը։ Падգամավորի կարգավիճակ ձեռք բերելու պահի վերաբերյալ Վճռաբեկ դատարանի որոշում եւ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի թիվ 283-ա որոշում։ Իդեպ սա էլ հրապարակային ասեմ պատվարժան դատարան։ Դատախազությունը հանդես գալով որպես միասնական համակարգ, այս որոշումը չի բողոքարկել։ Այս որոշման հետ համաձայն է եղել։ Այս որոշման որտեղ ասվում է, որ падգամավորի կարգավիճակ է ձեռք բերել անձը 2026 թվականի հուլիսի 21-ից եւ այդ հիմքով միջնորդությունը, որ ԿԸՀ-ն քններ անձի անազատության վերաբերյալ համաձայնության հարցը վերադարձրել է։ Հենց այն դիրքորոշումը, որը այսօր լսեցինք պատվարժան դատարան, սպառված է, հերքված է, բացառված է։ Ավելի պատվարժան դատարան, այնպես է ստացվել, ես այս վեճի շուրջ մի քանի գործերով ներգրավված եմ։ Այս գործով էլ եմ ներգրաված, ԿԸՀ նիստին ես եմ մասնակցել։ Ավելին, երեկել եմ մասնակցել մի նիստի պատվարժան դատարան, որտեղ մեր հարգարժան դատախազից, դատախազության կառուցվածքի տեսանկյունից վարչության պետի պաշտոն զբաղեցնող գործընկեր էր մասնակցում, որտեղ մեկնաբանությունը հետևյալն էր, քանի որ մեկ այլ անձ ունի այս պահին падգամավորի կարգավիճակ
Հետևաբար պատգամավորի կարգավիճակ ձեռք բերելու ՍԴՎ տրամաբանությունը 16-19 որոշմամբ չի գործում։ Բայց եթե չունենար պատգամավորի կարգավիճակ, երեք դատական նիստն եմ մեջ վերում։ Եթե չունենար պատգամավորի կարգավիճակ, իհարկե հուլիսի 21-ին պետք է ազատ արձակվեր։ Այն որ ես այլևս փաստ եմ արձանագրում, որ ես տեսել եմ վերջին օրերի ընթացքում, թվով 3 դատախազների խումբ գործընկերների, որոնք միասնական համակարգ դատախազության այս եզրույթը արժեզրկում են, դա փաստ է։ Բայց կրկին իրավական կատեգորիաներով խոսենք, կա որոշում, կա վճռաբեկ դատարանի նախադեպային որոշում, բայց կա նաև Դավիթ Ղազինյանը, ով ունի պատգամավորի կարգավիճակ եւ դեռևս անազատության մեջ է։ Ես չեմ կարող նաև շատ կարճ գոնե անդրադարձ չկատարեմ նաև թե ընդհանրապես Դավիթ Ղազինյանի իրավաչափության պայմանների վերաբերյալ ինչ է տեղի ունեցել։ Պատվարժան դատարան ես նաև մասնակցել եմ առաջին այդ դատական նիստին, որը վերաբերում էր Դավիթ Ղազինյանի խափանման միջոցի հարցի դրությանը, դրա քննությանը։ Շատ լավ են բոլորս հիշում, ես նաև հասկանում եմ, այստեղ այն անձինք են ներկա, ովքեր ունեն մեղադրյալի դատավարական կարգավիճակ, ում նաև հեռախոսային խոսակցությունները գաղտնալսվել էին, որոնք գաղտնի վարորդային գործողություններ էին, բայց դրա մասին ամբողջ Հայաստանի Հանրապետությունը գիտեր։ Բայց գիտեր 2026 թվականի հունիսի 6-ից։ Ու այնպես ստացվեց, որ այդ ամբողջ հանրապետության մեջ նաև Դավիթ Ղազինյանը եւս ընդգրկվում է եւ հետեւաբար Դավիթ Ղազինյանն էր տեղյակ քրեական վարույթից, ավելին հակակոռուպցիոն կոմիտեի գործընկերները չէին զլացել, նաև ուղիղ ընդգծել էին, որ Դավիթ Ղազինյանին է վերաբերում այս քրեական վարույթը, նույնիսկ գաղտնալսումները, որոնք հանրայնացվել էին, այնտեղ ուղիղ հիշատակվում է Ղազինյան Դավիթ անուն ազգանունը։ Այսինքն այս աստիճան փութաջանություն էր ցուցաբերվել, որ Դավիթ Ղազինյանը այդքան լավ տեղեկացված լիներ գործի մասին։ Եվ չնայած այս բոլոր փաստարկներին, Դավիթ Ղազինյանի նկատմամբ կալանք կիրառվեց։ Այո, Դավիթ Ղազինյանի նկատմամբ կալանք կիրառվեց, այն էլ ինքը խոչընդոտելու ենթադրյալ ռիսկով։ Հիմա ստացվում է, դատախազը այսօր դիրքորոշում է ներկայացնում, որ դեռ փաստորեն կան այդ ռիսկերը։ Ուրեմն հերիք չի կան այդ ռիսկերը։ Մի հատ է։ Ես իդեպ այնպես ստացվել շատ ավելի շահեկան դիրքեր ունեմ պատվարժան դատարան։ Հիմա ամեն դեպքում մենք ունենք սպეციფիկ իրավիճակ։ Ի վերջո Դավիթ Ղազինյանը ԵՊՀ շրջանավարտ է։ Դավիթ Ղազինյանը նաև ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի նախկին դեկան եւ Հայաստանի Հանրապետության իրավունքի ոլորտով, իրավագիտության ոլորտով միակ ակադեմիկոսի Գագիկ Ղազինյանի որդին է։ Եվ իսկապես ես նաև տեսնում եմ, ուղղակի չեմ կարող չտեսնել, որ պարոն Ղազինյանը նաև ներկա է նիստերի դահլիճում եւ իմանալով թե ինչ աստիճան նաև ինքը փութաջանություն է ցուցաբերել իր ուսանողների շրջանավարտների նկատմամբ քրեական դատավարության նաև տեսանկյունից, երբ լսում է, որ օրինակ թե ընդհանրապես այս քրեական վարույթի ինչի մասին է, իդեպ նախաքննության ավարտի եւ նյութերի գաղտնի չլինելու պայմաններում մենք ունեցել ենք այդ բացառիկ հնարավորությունը նաև պարոն Ղազինյանի հետ քննարկում ունենալու եւ ստացվում է այս պայմաններում մենք լսում ենք, որ պետք է Դավիթ Ղազինյանի նկատմամբ օրինակ գրավի չափ առաջարկվի 1 միլիարդ դրամ։ Նաև իդեպ վարչական հսկողություն, նաև իդեպ բացակայելու արգելք, իդեպ բայց հետաքրքիր բան է, ստացվում է այդպես չի կալանք։ Այսինքն այսքան ժամանակ Դավիթ Ղազինյանը, որ Երևան կենտրոն ԿԿՀ-ին էր, տեսակցությունների սահմանափակման ինտենսիվ պայմաններում եւ այլն, այսօրվանից պետք չի պատվարժան դատարան, այսինքն օրինակ հսկող դատախազի կարգավիճակում վերացնել կալանքը չէր կարող պարոն Դանիելյանը, պետք է ուղարկեր դատարան։ Ի պատիվ դատարանի, սա հատուկ եմ ուզում ընդգծել, մենք ունենք դատական նիստ 2026 թվականի հուլիսի 24-ին։ Մեկ այլ դեպքում մենք չէինք ունենա հուլիսի 24-ի նիստ։ Կունենայինք հնարավոր ավելի ուշ։ Այդ ժամանակ էլ ստացվում է էլի դատախազը գալու, ասել պետք չի էր կալանքը։ Բայց այդքան օրեր էլ մնար Դավիթ Ղազինյանը կալանքի պայմաններում։ Հիմա անդրադառնանք լավ է դիրքորոշման են վերջում։ Այդ ինչից ելնեն 1 միլիարդ դրամ։ Չհասկացա պատվարժան դատարան։ Այսինքն մենք գտնվում ենք ինչ որ ներողություն եմ խնդրում, նաև պաշտպանյալից եմ ներողություն ուշա բանի ենք մասնակցում ինչ որ աուկցիոնի ենք մասնակցում, տենց պարզապես թվեր ենք ասում։ 1 միլիարդ դրամ գրավը ո՞րն է։ Այսինքն ինչի համար, որ Դավիթ Ղազինյանը ամբողջ քրեական վարույթի սկզբնական ինտենսիվ փուլում եղել է ազատության մեջ։ Մեղադրական եզրակացությունն ուսումնասիրում ստացվում է Դավիթ Ղազինյանի հարցազրույցներից տեղեկացված էին մեր գործընկերները քննչականին, նույնիսկ զննել են։
Factor TV լրագրողի չգիտեմ ներկա է թե չէ, բայց Factor TV լրագրողի հետ հարցու պատասխանը զննվել է, քրեական բարույթի մաս է։ Հիմա այդ աստիճան տեղեկացված Դավիթ Ղազենյան երիք չի պետք է կանոնավորել, խոչընդոտելու ռիսկով, բայց հիմա նախաքննության ավարտի պայմաններում փաստորեն խոչընդոտելու ռիսկը այն աստիճանի է, որ 1 միլիարդ դրամ գրավեք իրավունք, կներեք սա աբսուրդային է։ Ավելի աբսուրդային է նաև վարչական հսկողությունը, պատվարժան դատարան, որտեղ վարչական հսկողությունը էլեկտրոնային սարք, արդեն այդ բառերը հակասության մեջ է 16-19 որոշման հետ։ Որովհետև վարչական հսկողությունը նաև անձի ազատ տեղաշարժի միջամտություն է պատվարժան դատարան, էլեկտրոնային հսկողությունը երկու բառն է, կամ ժամային, կամ վայրերի։ Եվ երրորդը պատվարժան դատարան բացակայելու արգելք պատգամավորի կարգավիճակ ունեցող անձի նկատմամբ շատ լավ։ Այս հանգամանքներն եմ ուզում բացահայտել, կարծում եմ նաև իմ պատգամավորի կարգավիճակ, ինչպես ես այնպես էլ պարոն Ղազենյանը եւ այլ գործընկերները, որոնք ունեն, թույլ կտան նշված հանգամանքը նաև բացահայտել, Դավիթ Ղազենյանը նաև ներգրավվելու է խորհրդարանական դիվանագիտության աշխատանքներում։ Բացակայելու արգելք կիրառվի։ Ներկայացական մանդատով կոչված անձի նկատմամբ բացակայելու արգելք կիրառվի, որ խորհրդարանական դիվանագիտության մեջ չներգրավվի։ Իդեպ պատվարժան դատարանին հենց ստացվել է այն դիմացը հենց հանրային մեղադրողը մեկ այլ բարույթով պատգամավորի կարգավիճակ ունեցող անձի դեպքում տեսել է ինչպես է բացակայելու արգելքը վերացվել եւ խորհրդարանական դիվանագիտության գործառույթը ինչպես է իրացում եւ ինչպես որևէ ազդեցություն բացասական իմաստով չի ունենում, որտեղ երբևէ խափամմիջոցի փոփոխման հարց չի բերել։ Հետևաբար պատվարժան դատարան մի հատ ընդգծելով այն, որ իրավաչափության պայմանները խորին հարգանքով հակակոռուպցիոն դատարանի թե առաջինացյալի, թե վերաքննիչ միջոցանի, մենք հույս ունենք բոլոր դեպքերում դեռևս վճռապետ դատարանից, այնքանով որքանով հնարավոր է մեր գնահատմամբ այն ապօրինությունները, որոնք տեղի են ունեցել Դավիթ Ղազենյանի նկատմամբ, դեռ կարող են վերականգնել, բայց ամեն դեպքում պատվարժան դատարանում մենք գտնում ենք, որ ընդհանրապես իրավաչափության պայմանի հարց չի եղել ի սկզբանե։ Բայց եթե դատարանը բոլոր դեպքերում, այսինքն արձանագրենք, որ վկայակոչած սահմանադրական դատարանի որոշման վճռաբեկ դատարանի եւ կենտրոնական ընտրական հանձնաժողովի որոշումների ուժով տնային կալանքը ընդհանրապես պետք է վերացվի։ Սա մեկ։ Բայց եթե դատարանը գտնում է, որ նաեւ որևէ այլ խափանման միջոց պետք է կիրառվի, մենք այդ դեպքում առաջարկելու ենք գրավը դիտար։ Բայց գրավի մենք չափը, որը կառաջարկենք պատվարժան դատարան եւ նաեւ կօգտագործենք մինչեւ ձևակերպումը, դա կլինի 40 միլիոն դրամ։ Պատվարժան դատարան, որը գտնում ենք նաև առավել քան կչեզոքացվի ցանկացած տեսակետից։ Ի վերջո, պատվարժան դատարան Դավիթ Ղազենյանը ոչ միայն նախկինում երբևէ չարատավորված անձ է, այլ նաև այլևս արժեքապատգամավորի կարգավիճակ ունեցող, հետևաբար նաև իր գործունեության տեսանկյունից միշտ հանրային հաշվետվողականության տիրույթում է գտնվել։ Միշտ։ Բայց նաև մի կարևոր հարց է, ամփոփելով խոսքս ընդգծեմ, ես չգիտեմ, արդյոք հանրային մեղադրողը հնարավորություն ունեցել էր ուսումնասիրելու նշվածը թե ոչ, բայց մեզ տրամադրվել էր նախաքննության ավարտ է հայտարարվել եւ մեզ տրամադրվել էր բավականին երևի թե երկար ժամկետ պատվարժան դատարան, քանի որ դե խոչընդոտելու ինտենսիվ ռիսկ կար, երևի թե ուրեմն ինչ մեծ նյութերից էր, չէ՞, բաղկացած այս քրեական բարույթ անաչառ դիտորդը այդպես կրած։ Նախաքննության ավարտը հայտարարվեց ժամը 16:45-ի սահմաններում։ Մենք դիմեցինք բարույթ իրականացնող մարմնին նախին, որ մեզ տրամադրվի ժամկետ մինչև 2026 թվականի հուլիսի 21-ի, այսինքն հաջորդ օրը, մինչև ժամը 17:00։ Այսինքն մենք պահանջել ենք այդքան կարճ ժամկետ։ Քննիչը մերժեց մեր միջնորդությունը, ժամկետ տրամադրեց մինչև առավոտյան 11:00։ Այսինքն Ղազենյան Դավիթ, կալանք, բայց ժամկետը նյութերին ծանոթանալու մինչև հաջորդ օրը առավոտյան 11:00։ Ինչքանով որ փորձեցինք ծանոթանալ գործի նյութերին, ներկայացրեցինք միջնորդություն։ Ասեցինք հարգելի բարույթ իրականացնող մարմին, խնդրում եմ հնարավորության դեպքում կատարեք առերեսում բարույթային գործողություններ, բայց եթե դուք գտնում եք ռիսկեր կա, դրա նվազման ուղղված ձեր պարտականությունը կատարեք, մենք էլ ունենք դրա պատրաստակամությունը, ցանկացած պահի մասնակցելու։ Մի հատ էլ բան ասեցինք, պատվարժան դատարան, ասեցինք նաև Դավիթ Ղազենյանին հարցաքննել։ Ոնց որ գործը իր մասին է, իրան եք մեղադրում, իրան եք կալանավորել, երևի հետաքրքիր կլինի, չէ՞ ինքը ինչ որ բան ունի ասելու թե ոչ։
Մենք ստացանք շատ հստակ պատճառաբանված դիրքորոշում քննիչից, այն է առանց քննության թողել մեր միջնորդությունը։ Այսինքն երևի կարիքը չկար ու արդյունքում այո Դավիթ Ղազարյանին չէր հարցակրնել։ Բայց պատվարժան ներողությունների հազար ներողություն պարոն Վարդանյան, ամենին հարգանքով ձեր նկատմամբ աշխատանքային ժամը ավարտվել է, արդեն իսկ աշխատանքային ժամը ավարտից հետո ենք շարունակում դատականից ներողություն կարծիքով բարոյի մասնակիցներ զորում եք առարկություն չունի դրա հետ կապված։ Չկան առարկություններ, պատվարժան դատան նաև ամփոփ չեք թողում էլի մինչև վերջ ասեմ։ Խնդրում եմ ձեր դիրքորոշումը հնարինս ամփոփեք կրճատեք։ Պատվարժան դատարան ամփոփելով խոսքս ուզում եմ ընդգծել, որ իրավաչափության պայմանները երբ ընդգծում ենք, որ որպես այդպիսին բացակայում են ընդհանրապես ռիսկերի տեսանկյունից, նաև հենց դրանից որտեղ եթե դրանք որպես այդպիսին լինեն առերեսման տեսանկյունից Դավիթ Ղազարյանի ցուցմունքի կամ ընդհանրապես պատշաճ վարչապետի, ես տեսնում եմ այն գործերով ինչ ինտենսիվ առերեսումներ են կատարվում, բարդային գործողություններ են կատարվում, իսկ այս դեպքում ընդհանրապես չի կատարվում։ Հետևաբար պատվարժան դատարան խնդրում ենք անհապաղ հենց այդ ձևակերպումը օգտագործում ելնելով ստեղծված իրավիճակից 16-19 որոշման տրամաբանությունից սահմանադրական դատարանի վերացնել Դավիթ Ղազարյանի նկատմամբ կիրառված կալանք։ Ելնելով իր կարգավիճակից։ Միաժամանակ, եթե դատարանը գտնում է, որ որևէ խափամամիջոց պետք է կիրառվի, խնդրում ենք դիտարկել գրավ որպես խափամամիջոց այն չափով առավելագույն շնորհիվ, որը ներկայացրեցին հանրապետություն։